Ողջույն, ես Աննա Մարգարյանն եմ, զրուցում ենք հաջողակ մարդկանց հետ և պարզում ենք նրանց կյանքի պատմությունները, վերելքները և վայրեջքները։ Այսօր մեր հյուրը Անին է, իսկ ով է Անին։ Անին առաջին հերթին մարդ է, ով սիրում է մարդկանց և սիրում է օգնել մարդկանց, և դրա հիման վրա բացվել է Anilight մազահեռացման կենտրոնը, կոսմետոլոգիական կենտրոնը, որ արդեն գործում է 9 տարի, ուղղվածությունը հենց բուն մազահեռացումներն են և տարբերվում ենք նրանով, որ բոլոր տեսակներն ենք իրականացնում և հատուկ կոնսուլտացիայի միջոցով ցուցում ենք համապատասխան տեսակը։ Ոլորտը կապել եմ բժշկական ոլորտի հետ, անցկացնում եմ կոնֆերանսներ բժիշկների հետ, ուսուցանում եմ, ինչպես նաև բիզնես դասընթացներ եմ ուսուցանում, փորձում եմ այս ոլորտը ել ավելի բարելավել։ Բացի այդ, Անին երջանիկ և սիրված կին է և ունի շատ գեղեցիկ բալիկ, ում ևս շատ սիրում է։ Եվ շատ գեղեցիկ կին է Անին, սա պարտք եմ համարում ասել, նշել, ու շատ կարևոր է, որ այս ոլորտը լինի նաև բժշկության բոլոր ստանդարտներին համապատասխան, քանի որ հիմա ամենամեծ խնդիրներից մեկը ոլորտի, որ ով արթնանում է, անկեղծ խոսենք, որոշում է բացել մազահեռացման կենտրոն, գեղեցկության սրահ և առանց համապատասխան կրթության վարում է գործունեություն։ Ինչպես ոլորտը կարգավորել, այսպես ասած, և ինչ խորհուրդ կտաք սկսնակ մասնագետներին, որոնք ունեն բժշկական կրթություն և ուզում են նույն ուղով գնալ, բիզնես ստեղծել։ Խորհուրդը նրանում է, որ արդեն իսկ մոտ 1.5 տարի է սկսել են վարել են սեմինարներ եւ կոնֆերանսներ եւ հենց բժիշկների հետ, որ ոլորտը վերափոխենք։ Այսինքն շատերը մտածում են, սա միայն սարքն է, հա, պետք է սարքը գնել, սրահը բացել եւ կարող են հանգիստ աշխատել։ Բայց կարող եմ ասել, որ ինձ մոտ դա ստացվել է եւ շատ մասնակիցներ սկսել են կրթվել, անգամ որ բացի այն որ նոր սկսնակներ, այլ այն մարդիկ, որ ունեն արդեն բավականին երկար ժամանակվա տարվա փորձ, բայց իրանք կրթություն չեն ունեցել, որովհետեւ չեն կարծել, որ սա բժշկության հետ շատ նեղ կապ ունի։ Խորհուրդս միանշանակ նրանում է, որ բացի սարք գնելուց կրթվելուց սարքը իրենից, ինչ է իրենից ներկայացնում, պետք է ունենալ նաև բազային գիտելիք, բազային կրթություն, որը որ միանշանակ շատ կարևոր է եւ օգնում է, որ առաջին հերթին դու չվնասես մարդկանց, որտեւ եթե ուզում ենք երկար աշխատել եւ հաջողել, մենք պետք է մտածենք ոչ միայն այս պահի մասին, այլ նաև հետագայի մասին, հա, թե մարդուն սպասարկելով մենք ինչ ենք տալիս իրեն։ Եվ հետեւաբար խորհուրդս նրանում է, որ կրթվեն, զարգանան, բժշկության հետ նեղ կապեն այս ոլորտը, որ միայն սարքը չէ, այլ շատ գիտելիքներ են պետք։ Կարող եմ ասել, որ շատ մարդիկ են արդեն սկսել ուսուցանվել, բացի այն, որ գալիս են կոնֆերանսների, այլ նաև անհատական դասընթացներ են վերցնում եւ ավելի գրագետ եւ կիրթ են մոտենում իրենց հաճախորդներին։ Կան այնպիսի մարդիկ, որ ասում են, ես ամեն ինչ գիտեմ, բայց երբ մի քանի հարց ես տալիս, իրանք էլ հասկանում են, որ իրականում կա թերություններ, որովհետեւ մենք չենք կարող ամեն ինչ իմանալ, օրգանիզմի հետ կապված եւ բժշկության հետ կապված ամեն բան փոփոխվում է եւ ես անընդհատ կրթվում եմ, անընդհատ նոր ինֆորմացիա եմ ձեռք բերում, հետեւաբար իրենք եւս չեն կարող ամեն ինչ իմանալ։ Ես էլ միշտ ասում եմ, որ ես գիտեմ, որ ես դեռ ոչինչ չգիտեմ։ Նաև նման կենտրոններում պիտի պարտադիր լինի ձևաթուղթ, որը պետք է լրացնեն, առողջական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրեն, որից հետո նոր պիտի նշանակվի համապատասխան տարբերակը մազահեռացման։ Շատերը չգիտեն այս մասին եւ ուղղակի գալիս են եւ վստահում են իրենց առողջությունը այս դեպքում մասնագետին։ Այլ ինչ պարտադիր իմանալու կետեր կան, բացի ձևաթղթից, որը տարբերում է մասնագիտացված գեղեցկության սրահը կամ մազահեռացման սրահը փինաչիներից, կոչենք նրանց այդպես։ Իրականում այդ թերթիկը կարող են նաև բոլոր սրահները ունենալ եւ ասեն, որ ունեն, բայց այդ թերթիկը դեռ ոչինչ չի ասում։ Կարևոր է, որ դիմացի նստած մասնագետը իրականում տիրապետում է գիտելիքի եւ այդ հարցերի պատասխանից ինքը կհասկանա, թե քո օրգանիզմում իրականում ինչ է կատարվում։ Ինչպես պարզել այդ ճիշտ մասնագետին 3 հիմնական կետ հարցերով։ Եթե մեկ մասնագետ ունի մեկ սարք, օրինակ, հա, դիոդային տեսակով է աշխատում եւ ասում է, այո, ես կարող եմ հանգիստ քեզ կատարել, դա քեզ կօգնի 6 անգամից կանցնի, միանշանակ այդտեղից պետք է փախնել, որտեղ ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե
պրոցեդուրայի քանակները ինչքան կարող են լինել եւ երբ կանցնի տվյալ պացիենտի մոտ մազերը վերջնական։ Ամեն բան անհատական է եւ մենք անընդհատ առողջ ապրող օրգանիզմ է, հա, ընդհանուր փոփոխությունների ենթարկում այն էլ կնոջ օրգանիզմը։ Հետևաբար հստակ ասել դա հնարավոր չէ։ Եթե հստակ թիվ են ասում, որ օրինակ այսքանի անգամից կվերացնեմ կամ հստակ մեկ սարքով են աշխատում եւ միայն իրենց սարքն է լավը, այլ սարք չկա լավ։ Որովհետև կարող է մեկ հատվածի մեկ տեսակ ցուցված լինել, իսկ այն մյուս հատվածին բացարձակ այլ տեսակ։ Այստեղ պետք է անհատական մոտեցում եւ հաճախորդը կարող է նաեւ հասկանալ զուտ մի քանի հարց տալու, հա, հարցեր երբ որ տալիս ես արդեն բժշկական ոլորտից, եթե մասնագետը չի կարողանում պատասխանել, հիմնավորել գրագետ, թե ինչու է այդպես, հա, օրինակ օրգանիզմում ինչու է առաջացել ակնե։ Մաշկային խնդիրը կարող է քսուկտե սխալ օգտագործել, ոչ, դա ստանդարտ պատասխաններ է, հա, որ ինտերնետում բազում այդպիսի պատասխաններ կարող ենք գտնել YouTube-յան ալիքում եւս։ Այստեղ պետք է անհատական մոտեցում, մասնագետը խորանա, հասկանա թե ինչ օրգանիզմը ինչ վիճակում է, ստրեսային վիճակը եւ այլն շատ նյուանսներ կա, եւ կարող եմ ասել, որ հաճախորդները արդեն տարբերակում են, զգում են, հա, ով է իրական մասնագետ, ով ոչ։ Ու ոլորտի 3 միֆերից խոսենք, այ top 3 միֆերը, որոնք լսել եք։ Ամենաառաջինը, որ միայն ասեղն է օգնում եւ ասեղը բոլորին կարելի է։ Իրականում այդպես չէ, ասեղը եւս կարող է չօգնել եւ կարող է եւս վատ հետևանք թողնել։ Դա հենց այն ասեղային մասնագետների համար եմ ասում, որ առանց հենց այդ նույն կոնսուլտացիայի անամնեզը հավաքելու կատարում են ասեղային մազը հեռացում, հետո տալիս են հետքեր, հա, լայնացած ծակոտիներ եւ հետագայում աստված չանի, էլ ավելի բարդացումներ է գնում, ինֆեկցիա, վիրուսներ եւ այլն, որովհետեւ այդ մարդուն ցուցված չէր։ Ամենաառաջին միֆը դա է, իհարկե ասեղը շատ լավ տեսակ է, մեր մոտ եւս կատարվում է, բայց դա եւս պետք է ցուցվի եւ կոնսուլտացիայից հետո։ Երկրորդ միֆը, որ հենց դա է, սարքն է միայն կարևոր, միայն պետք է, ինչպես շատ են սիրում ասել, ճտճտացնել եւ վերջը մի քանի այցից կվերանա։ Իրականում դա շատ սխալ է եւ միֆ է, ու դա եկել է դեռ այն ժամանակներից, երբ որ ես նոր էի սկսում, այդպես մտավ մարդկանց մեջ, որ 6-8 անգամից վերանում է։ Բայց դա ընդամենը մեկ փուլն է։ Այստեղ էլի անհատական աշխատանք է պետք, գուցե կան մարդիկ, որ անգամ 4 անգամից են վերանում իրենց մազերը, դա գենետիկայի հետ եւս կապ ունի, կան որ 24։ Այստեղ պետք է աշխատել, հա, պացիենտի հետ։ Եվ երրորդ միֆը երևի այն, որ այստեղ ոչինչ մի դժվար բան չկա, ես էլ կարող եմ աշխատել, այսինքն սարքը գնում եմ, ցույց են տալիս ինչպես աշխատեմ եւ վերջ։ Ոչ մի բան կապ չունի բժշկության հետ եւ մազերը կարող են հեշտ վերանալ եւ ժամանակավոր արդյունքը իրենց գոհացնում է, բայց իրականում ժամանակավոր արդյունքը կարող է դադարից հետո շատ վատ արդյունք ունենալ, ֆիդբեք լինի, այսպես ասած, ավելի կոշտ եւ հաստ մազերի։ Հետևաբար միֆ է, որ այդ պահին ստացած լավ արդյունքը կարող է լինել վերջնական։ Ու նաև սարքերի հետ կապված երևի պակաս կարևոր չէ, որ լինի որակյալ եւ օրիգինալ սարք, որը էլի շուկայում տարբեր վայրերից ոչ լիցենզավորված անորակ սարքեր են, որոնցով վնաս են հասցնում պացիենտներին։ Այ ինչպես կարող է մարդը հասկանալ նախ ինչով է տարբերվում օրիգինալ սարքը ոչ օրիգինալից, կարողական ինչ-որ գրվածքներ կամ սարքի ձևը, որն է լավը, որ բրենդն է ավելի լավը, ինչին ուշադրություն դարձնել, եւս տենց 3 Բրենդներ որպես այդպեսին չեմ նշի, բայց կարող եմ ասել, որ իհարկե կարելի է սարքը ստուգել, նախ առաջին հերթին կան հատուկ լիցենզիաներ, որոնք որ պետք է փակցված լինեն կամ առհասարակ պետք է ներկայացվեն, հա, եթե կա երկու տարբերակ, պացիենտը գալիս է քեզ վստահում է, բնականաբար դու կատարում ես քո աշխատանքը բարեխիղճ։ Խոսում ենք բարեխիղճ մարդկանց մասին, կա որ կասկածամիտեն իրենց պետք է ամեն ինչը ցույց տալ, տրամադրել։ Կան QR կոդեր, որոնցով կարելի է հեշտ ստուգել սարքը օրիգինալ է, թե օրիգինալ չէ։ Անորակ է, թե անորակ չէ։ Սարքը կարող է լինել միջին գնացանկի, բայց լինի անվնաս։ Պարզապես այստեղ պետք է հասկանալ իրականում արդյունք չի տա այդքան շուտ, որքան օրինակ
Արդյունքը գիտեք, արդյունքը կարող են տալ, բայց կարող վնասեն, հա, ամենակարևորը այդ պահին կարող են արդյունք տեսնել, որովհետև հզորություններից է կախված արդյունքը, բայց արդյոք լույսը մոնոխրոն է թե ոչ, ինքը ապահով սարք է թե ոչ, դա արդեն չեն կարող ասել, իհարկե ունենք լավ տեխնիկներ, որոնց միջոցով դա կարող ենք պարզել միանշանակ։ Զուտ խնդիրը նրանումն է, որ չվնասեն մարդկանց, որտեղ այնտեղ մենք ունենք հարակից հյուսվածքներ եւ այլն, որ կարող ենք վնասել։ Նշեցիք մոնոքրոն լույսը, ինչ է նշանակում։ Տարածվող, հա, լույսը եւ կետային, թիրախավորված լույսը։ Տարածվող լույսը ինքը ավելի վնասակար է եւ համարվում է ճառագայթ։ Եվ այնտեղ ըստ նանոմետրերի է, եթե ավելի մասնագիտացված, հա, նանոմետրերը ինչքան բարձրանում են, այնքան դա կոչվում է ոչ իոնիզացված լույս, այսինքն ինքը ճառագայթ չի համարվում եւ ներթափանցում է թիրախային, այսինքն պիգմենտն է միայն վերցնում եւ չի վնասում հարակից հյուսվածքները։ Հետեւաբար այդ սարքերը արդեն իսկ անվնաս են եւ չնայած այդ սարքերով եւս կարելի է վնաս հասնել, եթե ոչ ճիշտ ջերմաստիճանով եւ ոչ ճիշտ օգտագործեն, բայց ամեն դեպքում այդ սարքերը ճիշտ օգտագործելու պարագայում անվնաս արդյունք եւ անցավ կլինի պրոցեդուրան։ Այսինքն միֆերը, որոնք պտտվում էին, որ կարող է հիվանդություն առաջացնել, ազդում է առողջության վրա, դա ինչ որտեղ կարելի է ասել ճիշտ է, եթե ոչ պրոֆեսիոնալ անձը կամ ոչ պրոֆեսիոնալ սարքով է իրականացնում պրոցեդուրան։ Նայեք, իրականում միֆերի շարքում դա եւս կարող ենք դասել, որ այս պրոցեդուրաները առաջացնում են խնդիրներ, բայց ճիշտ աշխատանքի պարագայում եւ լավ սարքերով։ Իհարկե կարող են առաջացնել, բայց ոչ այն խնդիրները, որոնք որ նշվում է, հա, օնկոխնդիրներ, չարագործություններ, աղջիկս վիժեց եւ այլն, դա բացարձակ այս պրոցեդուրաների հետ կապ չունի, որովհետեւ այս պրոցեդուրաները ընդամենը նանոմետր են ներթափանցում, իսկ մենք ունենք բացի մաշկը, ենթամաշկային ճարպապտճանք, որը որ 2-ից 10 սանտիմետր է ձգվում եւ պարզապես չի կարող լույսը հասնել, հա, մեր ներքին օրգաններին։ Զատ դրանից մենք այս լույսերը նաեւ նոր տեխնոլոգիա, սառեցման համակարգ ունի, որը չի, հա, վնասում, չի տաքացնում մաշկը։ Դե բացի այդ, ինչպես նշեցի, մոնոխրոն է, այսինքն կետային է, ինքը թիրախավորում է։ Եթե նայենք այդ տեսանկյունից եւ գրագի այդ աշխատանքից, բացարձակ չի կարող այս տեսակները ինչ որ խնդիր առաջացնել, բայց եթե նայենք սխալ աշխատանք եւ անորակ սարքերը, բնականաբար կարող ենք ունենալ խնդիրներ, բայց ավելի շատ մաշկային խնդիրներ, հա։ Կան հակացուցումներ, որոնց պարագայում իհարկե պետք չի կատարել, բայց օրինակ կան խնդիրներ, որ եթե բժիշկը անհատական թույլ է տալիս, հա, օրինակ գինեկոլոգը տվյալ խնդրի պարագայում թույլ է տալիս, դա կատարվում է։ Բայց բժիշկը պետք է թույլ տալ։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որ բժիշկների հետ աշխատել եւ համագործակցել գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, մաշկաբան, որտեղ միայն էսթետ կոսմետոլոգը կամ կոսմետոլոգը բարդ է, հա, մեր ուղղվածության մեջ չի մտնում իրականում։ Չի մտնում, բայց մենք պետք է տիրապետենք այդ գիտելիքին, որպեսզի կարողանանք համապատասխան անգամ մասնագետի մոտ ցուցել կամ ուղղորդել մարդուն, ուղղորդել կամ իմանանք աշխատենք թե չաշխատենք։ Իսկ ո՞րն էր ձեր ճանապարհին ամենաբարդ պահը, երբ որ մտածում էիք, որ դժվար է եւ շարունակելը պետք չէ, բայց հետո տրանսֆորմացիոն ինչ որ փուլ էր, որը դրդեց նոր հաջողությունների եւ վերելքների։ Իրականում գիտեք, այդպիսի փուլեր անընդհատ կան, անգամ այսօր կարող եմ ասել, բայց ես սիրում եմ դժվարություններ, երևի իրանք անընդհատ լինում, որտեղ դժվարության մեջ ես աճում։ Եթե ամեն բան հարթ է գնում, ուրեմն նախ կյանքը մի փոքր անհետաքրքիր է թվում, եւ նշանակում է դու ինչ որ աճելու տեղ չունես։ Իսկ եթե ինչ որ խնդրի հետ ես բախվում, ուրեմն դու նոր բան ունես սովորելու, նոր բան ունես բացահայտելու, նոր բան ունես մարդկանց տալու։ Եվ եթե ոչ դու, ապա ով, հա, ինձ մոտ միշտ այդպես է։ Դժվարությունները նրա համար են, որպեսզի մենք հաղթահարենք եւ լուծում տանք դրան։ Դրա համար երբևիցե չի եղել մի բան, որ կարող եմ կոտրվել։ Եթե անգամ կոտրվում եմ, դա տևում է, չգիտեմ, երևի մի 3 ժամ կարող եմ լավ լացել, հետո շարունակում եմ իմ աշխատանքը։ Փորձում եմ լուծում գտնել այդ երևի թե, բայց ամենասկզբինը կասեմ, հա, որ սպասարկում էի, նոր էի աշխատում, մենակ էի աշխատում, այդքան աշխատակից չունեի եւ առաջին տարիներ սկզբից թվում է թե արդյունքները լավն են, գոհացնող են, բայց արդեն երբ որ գալիս է ավարտի փուլը, տեսնում ես, որ որոշ մարդկանց մոտ լիարժեք չէ եւ իրանք չեն տեղեկացված, դու էլ չես տեղեկացված, սկսում են ասել, որ քեզանից է խնդիրը։ Ու դու իսկապես սկսում ես մտածել, որ գուցե ինձանից է խնդիրը։ Հետո հավաքում ես քեզ, սթափ ես նայում, հա, տվյալ իրավիճակին, հետո
Ստապես նայում տվյալ իրավիճակին եւ սկսում ես ուսումնասիրել, հա, ինչու այն մարդկանց մոտ լիարժեք արդյունք է, այս մարդկանց մոտ ոչ։ Եվ այդտեղից էլ սկսել է հենց ուսումնասիրությունները, բժշկության հետ կապը եւ այն ուսուցումը, որ ես տրամադրում եմ, դա տարիների փորձն է եւ տարիների գիտելիք է, որ ես պրակտիկայի ընթացքում եմ ձեռք բերել։ Իսկ մենք ամսական 11-12 հազարից ավել հաճախորդ ենք ընդունում, որովհետև սրա հիմա ունի 12 աշխատակից եւ մենք ուղղվածությունը հենց մազահեռացումն է, հա։ Փորձ է ամեն դեպքում, այդ փորձը անգին է, երևի ամենամեծ գիտելիքը դա հենց փորձից եմ ձեռք բերել։ Որպես ղեկավար ինչ խնդիրների եք բախվել, ասացիք, որ ունեք 12 հոգանոց թիմ, բնականաբար պետք է լինի ստրատեգիա, իրենց հետ կոմունիկացիայի ինչ-որ ստրատեգիա եւ միշտ չէ, որ հեշտ է լինում մարդկանց հետ շփումը։ Այ ինչ դժվարություններ են եղել եւ ինչպես եք լուծել։ Ես մարդկանց շատ եմ սիրում եւ իրենց հետ շփումը ինձ հեշտ է տրվում։ Որպես ղեկավար կարող եմ ասել, որ բավականին փափուկ ղեկավար եմ եղել։ Հիմա մի փոքր ավելի ստրատեգիան փոխվել է, զուտ նրա համար, որ փափկությունը մի փոքր, երբ որ աճում ես, դա քեզ խանգարում է, հա, երբ որ 2-3 հոգի են, դեռ դա ինչ որտեղ կարելի է հասկանալ։ Չի նշանակում, որ պետք է լինել կոպիտ, հա, դեսպոտ եւ այլն, ոչ, բայց պետք է ունենա սահմաններ, որ եւ քո աշխատակիցը եւ դու պահպանում եք եւ մեկը մյուսին հարգում եք։ Եվ իմ ամենակարևոր երևի ձեռքբերումը դա հենց իմ թիմն է, ովքեր իմ մոտ աշխատում են տարիներ, հա։ Չկա այնպեսի մարդ, որ ինձ մոտ մտնում է աշխատանքի, դա շուտ դուրս է գալիս 8, 7, 6, 4, ովքեր եկել են, հա, մնացել են։ Եվ մենք հանուն մեկ գաղափարի ենք աշխատում, հա, դա հենց իմ ստրատեգիան է, ամենաառաջ լոզունգ հայերեն կարգախոսը սրահի եւ առհասարակ իմ կյանքի վարվի մարդկանց հետ այնպես ինչպես կցանկանաս որ քեզ հետ վարվեն, դա կտակարանի, հա, Մաթեոսի, կտակարանից խոսքեր են, որը ինձ համար շատ կարեւոր է առհասարակ շարժվել, հա, Աստծո խոսքով եւ ես այդպես էլ իմ գործն եմ վարում։ Սպասարկում ենք այնպես ինչպես որ կցանկանանք մեզ սպասարկել, իսկ ստրատեգիան ավելի շատ հենց դա է, որ մենք սիրենք մեզ, հետեւաբար մենք սիրում ենք մեր դիմացինին եւ կարող ենք սպասարկել լավ։ Իսկ երբ որ իրենք լավ են սպասարկում, երբ որ լավ են աշխատում, մենք ես իրենց հետ խնդիր չեմ ունենում։ Ես չեմ կարող ինչ-որ բան նշել, որ մեծ լուրջ խնդիր եմ ունեցել երբևիցե բիզնեսի տեսանկյունից։ Նշեցիր, որ ունես ընտանիք, երեխա, ինչպես հաջողակ կինը կարող է համատեղել ընտանիքը եւ բիզնեսը։ Շատ հեշտ։ Եթե կողքիդ լավ ամուսին է, շատ հեշտությամբ։ Երբ որ տղամարդը քեզ միայն սատարում է, աջակցում է, օգնում է, ֆինանսապես մասին չէ, դրանից զատ։ Մարդկային տեսանկյունով միանշանակ շատ հեշտ է այդ տեսանկյունից։ Դու ամեն դժվարություն հաղթահարում ես։ Հետո եթե նայենք այլ տեսանկյունից, իմ բալիկը աղջիկ է, հա, 5.5 տարեկան է եւ ինքը արդեն գիտի ինքը ով է ուզում դառնալ։ 5 տարեկանում գիտի ով է ուզում դառնալ։ Տնօրեն։ Տնօրեն։ Մայրիկի օրինակն է տեսնում։ Այո։ Եթե բանաձև փորձենք ստանալ, անի հաջողության բանաձևը ինչի հավասար կլինի։ Հավասար է հավատ, սեր, հավատ առ Աստված, սեր ինքդ քեզ եւ առ մարդկանց։ Ես միշտ շատ եմ սիրում հաճախել պատարակ եւ երբ որ եկեղեցի եմ գնում, այնտեղից շատ բան եմ քաղում, բացի այն որ կարդում ես, հա, Աստծո խոսքը կտակարանը, ըստ իս իմ բանաձևը, հաջողության բանաձևը նրանում, որ ես փորձում եմ ապրել Աստծո խոսքով։ Հաջողակ անձի 3 սովորությունները, որը կնշես։ Պատարակ գնալ։ Պատարակի հետ կարող եմ նշել նաև կտակարան կարդալը եւ առհասարակ Աստծո խոսքով շարժվելը։ Երկրորդը աշխատել ինքնակրթման վրա։ Ինքնակրթությունը կլինի թե հոգեբանական տեսանկյունից, հա, թե զարգացման տեսանկյունից, քո ոլորտում անընդհատ կրթվել։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Ցանկացած ինֆորմացիա, ցանկացած ոլորտից պետք է տեղեկացված լինես։ Եվ երրորդը լինել մարդասեր եւ քո գործը շատ սիրել։ Անկամ եթե դիմացի մարդը մի փոքր նեգատիվ է, ագրեսիվ է, գուցե քեզ կվիրավորի, դա գալիս է իր ներքին խնդրից։ Փորձել իր աչքերով նայել եւ շատ հանգիստ այդ հարցին լուծում տալ եւ փառք Աստծո ինձ մոտ դա տարիների ընթացքում շատ լավ ստացվում է։ Հիմա առաջարկում եմ անցնել բլից հարցերի մասին, որտեղ արագ են լինելու պատասխանները եւ ստանալու ենք անկեղծ պատասխաններ, հենց արագությունն է։ Ինչ է քեզ համար սերը։
Աստված։ Ինչ է քեզ համար երջանկությունը։ Ընտանիքս։ Որ սովորությունն է փոխել քո կյանքը։ Կարգապահություն։ Կյանքի ամենադժվար պահը ինչ է սովորեցրել քեզ։ Որ միշտ հույսը դիր Աստծո եւ քեզ վրա։ Եթե ոչ դու, ապա ով։ Ամենահամարցակ արարքը, որ երբևէ արել ես կյանքում։ Ամեն օր գնում եմ դեպի իմ վախեր։ Ինչի վախենում եմ, կապ չունի ինչ է։ Ես պետք է ուրեմն դա կատարեմ։ Մեր վախը zona rosta, strach zona rosta։ Դա, ահա, մեր աչքի կետն է։ Կա ինչ-որ բան, որ քեզ վարկենական հանում է հավասարակշռությունից։ Առաջ գուցե, հիմա ես համարում եմ ինձ բավականին հավասարակշռված մարդ։ Այսինքն չկա իրադարձություն, որին էմոցիոնալ արձագանք ես։ Միայն կարող է լինել ասում մարդկային կորուստը հարազատի, եթե այդ տեսանկյունից նայենք, բայց ինչի համար երբեք չես փոշմանի։ ոչ մի բանի համար երբեք չեմ փոխմանի։ Եթե կարողանայիր ինչ-որ բան փոխել, ինչ երբեք ոչինչ չէի փոխի, ամեն ինչ եղել է նրա համար, որպեսզի ես լինեմ հիմա այն մարդը, ով կամ։ Մարդու առհասարակ մարդ տեսակի մեջ ամենակարևոր արժեքը։ Հավատը։ Կա ինչ-որ բան, որ վախենում ես ինքդ քեզ խոստովանել։ Չէ, ես միշտ ինձ հետ անկեղծ եմ։ Եթե ես ինձ հետ անկեղծ չլինեմ, ես չեմ աճի։ Ես պետք է իմ վատ կողմերը բացահայտեմ, ինքս ինձ հետ անկեղծ լինեմ, որ կարողանամ հաղթել։ Ինչ է քեզ համար ազատությունը։ Երևի այն կյանքը, որ հիմա ես ունեմ։ Իսկ ինչ կյանք ունեմ՝ երջանիկ ընտանիք, սիրած աշխատանք, սիրելի գործ։ Կա ինչ-որ երազանք կամ նպատակ, որին հիմա ձգտում ես։ Երազանքներ չունեմ, ունեմ միայն նպատակներ, միանշանակ։ Էլ ավելի հաջողել, որպեսզի էլ ավելի շատ կանանց օգնեմ եւ էլ ավելի շատ մարդկանց կրթեմ եւ կրթվեմ եւ կրթեմ։ Բժշկական կրթություն ունեք, ճիշտ հասկացա։ Բուժ կոսմետոլոգ եմ եւ տիբետյան բժշկության մասնագետ, վերապատրաստվել եմ նաեւ Չինաստանում տիբետյան բժշկության եւ կոսմետոլոգիայի միջազգային տրեյներների մոտ կրթությունները իրականում շատ են, ինչպես նաեւ ունեմ սերվիսի ոլորտում, բարձրագույն կրթություն եւ այլն։ Հետաքրքիր է, որ հնում ասում էին, որ բժիշկները ունեն այդ բուժելու հատկությունը ոչ միայն գործիքներով, բժշկական, այլ նաև իրենց ձեռքերով եւ իրենց էներգետիկայով։ Ու հատկապես խոսեցինք տիբետյան բժշկությունից, ինչն է առանձնացնում տիբետյան բժշկությունը, որը կնշեիք եւ որը կօգներ մարդկանց ավելի լավ հասկանալ։ Տիբետյան բժշկությունը շատ է տարբերում էր տրադիցիոնից, իրականում երկուսն էլ շատ սիրում հարգում եմ եւ ուսումնասիրում եմ առ այսօր, պարզապես տիբետյանը ունի մոտ 7000 տարվա պատմություն, մեր տրադիցիոնը մոտ 500, եթե չեմ սխալվում, Տիբետյանը նայում է մարդուն ամբողջական։ Այսինքն խնդիրները առաջանում են նաև մեր գիտակցությունից եւ ենթագիտակցությունից, մեր ստրեսներից, ապրումներից, ապրելակերպից, եւ ես շատ հավամիտ եմ ու կողմ եմ, որովհետեւ կան խնդիրներ, որ անգամ մենք լավ տրամադրվելով կարող ենք այդ խնդիրները լուծել։ Նույն բժշկի գնալով, չէ՞, մեկ մարդ կարող է գնալ բժշկի ասի ինձ չի օգնելու եւ իրան իսկապես չի օգնի, մեկ մյուսը կգնա եւ կասի ինձ օգնելու է եւ շատ լավ արդյունք կունենա։ Կարող եմ դեպք պատմել ինձ հետ, որ իմ վիրահատությունից հետո 14 տարեկան էի, վատ զգացի ինձ, քույրը եկավ եւ ասեց, գիտես, այնպիսի լավ դեղ ունենք, Ամերիկայից են ուղարկել, հենց դնես լեզվի տակ միանգամից լավանալու ես, ինքը այնքան լավ դա ներկայացեց, հոգեբանական ճիշտ, 14 տարեկանի համար, ով նոր էր վիրահատություն տարել, ես հավատացի իրեն, տեսեք, հավատը ինձ մեր նշանակություն ունի, ես հավատացի, դրեցի այդ դեղը եւ ես միանգամից լավացա։ Եթե մայրիկիս ասում եմ, մամ, կասես, այդ ինչ դեղ էր, որ վերցնենք, պարզապես ընդամենը տիկ-տակ ա եղել։ Բայց հավատը այնքան մեծ ուժ ունի, որ քեզ կարող է այնքան տարբեր իրավիճակներից դուրս հանել, դրա համար շատ կարևոր է, անդամ եթե գնում ենք տրադիցիոն բժշկի մոտ, իհարկե լավ բժիշկների մասին է խոսքը, մենք հավատով գնանք, դե ինչ մտածում ես, այն էլ ունես։ Ոնց էր ասում, մենք այն ենք, ինչ ստեղծել ենք, մեր իրականությունը մենք ենք ստեղծում։ Բայց բլիցից շեղվեցինք, Տիբեթը լսեցի, շեղվեցի, զգացիք, կա բնավորության ինչ-որ գիծ, որը ըստ քեզ խանգարել է քեզ կյանքում եւ կուզենայիր ազատվել։ Այո, անհամբերությունը։ Top 3 գրքերը, ասացիր, որ հոգեբանական գրքեր ես ընթերցում, այ 3-ը, որ խորհուրդ կտաս մեր դիտորդներին։ Խիժնա, երկրորդը Cryant եւ ամենա top 1-ը դա կտակարանն է։ Ինչ կասեիր 20 տարեկան Անին։ Որ դու ավելի ուժեղ ես, քան մտածում ես, որ կարող ես ավելին եւ մի հանձնվիր։
Ինչ կասեիր 40 տարեկան Անին։ Որ ապրես, որ ջահանձնվեցիր եւ հասարային կետին, որին որ եւ 10, եւ 20, եւ 30 տարեկան Անին ցկտում էին։ Ունես հիմա նպատակ, որը մոտակա ապագայում պիտի իրականացնես, ու որն է դա, եթե կարող ես կիսվել։ Միանշանակ երկրորդ սրահ բացելը եւ ավելի շատ քանակի կանանց օգնելը։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, իրականում բացեցինք տարբեր ասպեկտներ, սկսեցինք բժշկությունից, եկանք էսթետիկ բժշկություն, գնացինք Տիբետ, շատ շնորհակալ եմ քեզ այս գեղեցիկ ճանապարհորդության համար, եւ քանի որ մենք ունեցանք լավ ժամանց, առաջարկում եմ մեր դիտորդների համար եւս մտածենք մի հետաքրքիր պահ, ինչ ես պատրաստ նվիրել։ Եթե որպես աշակերտ կցանկանան ինձ մոտ դիմել մազահեռացման ցանկացած տեսակ, բազային գիտելիք կամ բիզնես դասընթաց, որը որ կցանկանան, 20% զեղչ կարող եմ նվիրել։ Իսկ սրահի ծառայություններից նվիրում եմ 3 հոգու, գուցե մեկը ցանկանա խնամք, մեկը որից է հատված մազահեռացման, 3 հոգու կարող եմ նվիրել խնամք կամ մազահեռացում։ 20% զեղչի համար կարող եք գրել մեկնաբանություն, սեղմել լայք վիդեոին եւ իհարկե subscribe։ Դրանից հետո կստանաք 20% զեղչ Անիի ցանկացած դասընթացի համար, իսկ նվերների համար պետք է մտածենք փորձություն։ Ինչ որ հարց մտածենք մեր դիտորդների համար, առաջին 3 ճիշտ պատասխանողները կամ առավել հետաքրքիր պատասխան տվող անձինք ստանան նվերը։ Կընտրեմ այն մարդկանց, ովքեր առավել վատ փորձ են ունեցել խնամքի կամ մազահեռացման մեջ։ Պատմեն պատմությունը եւ այդպես կարդանք, ընտրենք ով ավելի կարիք ունի, իրականում այդ նվերի այդ մարդկանց էլ կընտրենք, իսկ այդպես ավելի կլինի ճիշտ։ Դե ինչ, կարող եք նշել էսթետիկ բժշկության ոլորտում ձեր բացասական փորձը, մենք էլ կտեսնենք, կընտրենք եւ 3 անձ կստանան անվճար պրոցեդուրա Անիի մոտ։ Անին ջան, ես էլ շնորհակալ եմ մեզ մոտ հյուր լինելու համար եւ վստահ եմ, որ կհանդիպենք դեռ։ Ես եմ շնորհակալ, շատ հաճելի զրույց էր, որտեղ ես բացվեցի ինքս ինձ համար եւս լրիվ տեսանկյունից եղա բավականին անկեղծ, շնորհակալ եմ։ Եթերում իմ բիզնես հաղորդումներ, ես Աննա Մարգարյանն եմ, կհանդիպենք։